Գործընկերներ, մենք մեր տնտեսական քաղաքականության ռազմավարության մեջ միշտ էլ կարևորել ենք ենթակառուցվածքների դերը եւ այդ առումով ուզում եմ ընդգծել, որ երբ այսօր քննարկումներ են գնում Հայաստանի տնտեսական ակտիվության պատճառների եւ բացատրությունների մասին, կարծում եմ դրանում որոշակի եւ էական դեր ունի այն, որ վերջին տարիներին մենք Հայաստանի Հանրապետությունում ենթակառուցվածքների վիճակի շատ էական փոփոխությունների ենք հասել։ Ես սա ասում եմ նաև փորձելով կապել այսօրվա մեր քննարկված հարցի հետ Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշները։ Նախ ուզում եմ արձանագրել, որ հոկտեմբեր ամսվա տվյալներով Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ է արձանագրվել եւ 2025 թվականի հոկտեմբերին ունենք արդեն 810,074 աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատ 5000 ավելի քան 5000-ով ավել է կամ շուրջ 5000-ով ավել է, բայց ես համեմատությունները բերում եմ նաև այս անգամ էլ 2018 թվականի հոկտեմբերի համեմատ եւ 2018 թվականի հոկտեմբերի համեմատ աշխատատեղերը ավելացել են 223895-ով։ Իսկ աշխատավարձի ֆոնդը, ընդհանուր համախառն աշխատավարձի ֆոնդը ավելացել է 149 միլիարդ դրամով եւ միջին աշխատավարձը, որը կազմել է հոկտեմբերին 313,000, ավելացել է 135,000 դրամով։ Այս տնտեսական ցուցանիշները, այսինքն հիմա այս կարգի տնտեսական ցուցանիշները բարեբախտաբար եւ ուրախալի կերպով նորություն չեն, որովհետեւ մենք կառավարության նիստում պարբերաբար այս թեմաներին անդրադառնում ենք։ Հաջորդը, որ կուզենայի նշել, հետեւյալն է, որ մենք հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ ունեցել ենք 11% տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, իսկ արդեն 2025 թվականի առաջին 10 ամիսները նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.1%։ Սա նույնպես կարծում եմ շատ կարևոր եւ շատ պոզիտիվ ցուցանիշ է։ Նաեւ ընդգծեմ, որ սա տնտեսական ակտիվության ցուցանիշն է եւ տնտեսական աճի հաշվարկը չէ, բայց նաեւ պիտի արձանագրեմ, որ եթե ես ճիշտ եմ հիշում թվերը, 9 ամիսներով մենք արդեն ունենք 6% արձանագրված տնտեսական աճ